Այլ հայացք Թրամփի խաղաղության խորհրդին։ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ օրեր առաջ ստեղծվեց մի նոր միջազգային կազմակերպություն՝ Խաղաղության խորհուրդը։ Հունվարի 22-ին Դավոսում կազմակերպված համաժողովի շրջանակում 19 երկիր, այդ թվում Միացյալ Նահանգները, ստորագրեցին կառույցի կանոնադրությունը։ Փաստաթուղթը ստորագրեցին նաև Հայաստանը, Ադրբեջանը, Արգենտինան, Բահրեյնը, Բուլղարիան, Հունգարիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը, Կատարը, Մարոկկոն, Մոնղոլիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը, Պարագվայը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ուզբեկստանը և Կոսովոն։ Միջոցառումից հետո կառույցի ընդլայնումը շարունակվեց, նրան միացած երկրների թիվն արդեն հասել է 27-ի։ Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան և մի շարք այլ երկրներ դեռևս չեն կողմնորոշվել կառույցում ներգրավվելու հարցում։ Հրավիրյալ որոշ երկրներ էլ, օրինակ Ֆրանսիան, Նորվեգիան, Սլովակիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան մերժել են Խաղաղության խորհրդին միանալու առաջարկը։ Շատերը դժգոհ են կառույցում Ռուսաստանի հնարավոր ներգրավումից, ոմանք էլ մտահոգություն են հայտնել, որ Միացյալ Նահանգների այս նախաձեռնությունը կարող է թուլացնել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային համակարգը և հատկապես միավորված ազգերի կազմակերպությունը։ Այսպիսով, ինչ է Խաղաղության խորհուրդը և ինչպես է այն գործելու։ Նման մարմնի ստեղծման գաղափարի մասին ի սկզբանե հայտարարվել է դեռ 2025 թվականի սեպտեմբերին Գազայի հատվածում Խաղաղության հաստատման ամերիկյան ծրագրի շրջանակում։ Նախատեսվում էր, որ այն համակարգելու է Գազայի վերականգնման ծրագիրը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նոյեմբերին անգամ հատուկ բանաձև ընդունեց, սահմանելով դրա մանդատը Գազայի հատվածում և գործունեության ժամկետը մինչև 2027 թվականը։ Դավոսում ստորագրված Խաղաղության խորհրդի կանոնադրության համաձայն, սակայն կառույցի լիազորություններն ընդլայնվում են և բնավ չեն սահմանափակվելու միայն Գազայով։ Փաստաթղթում Պաղեստինյան անկլավի մասին առանձին հիշատակում չկա, փոխարենը արձանագրված է աշխարհի տարբեր հակամարտությունների լուծմանը նպաստելու մտադրությունը։ Ըստ կանոնադրության խորհուրդը կնախագահի Դոնալդ Թրամփը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը նաև իր նախագահական ժամկետի ավարտից հետո։ Կառույցի անդամ կարող է դառնալ միայն նախագահի կողմից հրավիրված երկիրը։ Յուրաքանչյուր անդամ երկիր պետք է ներկայացված լինի պետության կամ կառավարության ղեկավարի մակարդակով։ Անդամակցության ժամկետը 3 տարի է, որը կարող է երկարաձգվել նախագահի կողմից։ Խորհրդում մշտական անդամակցությունը պահանջում է $1 միլիարդ ներդրում։ Խաղաղության խորհրդի ֆինանսավորումը կիրականացվի կամավոր նվիրատվությունների և այլ աղբյուրների միջոցով։ Յուրաքանչյուր երկիր ունի մեկ ձայն, իսկ որոշումները կայացվելու են մեծամասնության կողմից նախագահի պարտադիր հաստատմամբ։ Կառույցը կունենա նաև աշխատանքային մարմին՝ գործադիր խորհուրդ։ Դրա անդամներն ընտրվում են նախագահի կողմից 2 տարի ժամկետով և կարող են հետ կանչվել և վերընտրվել նախագահի հայեցողությամբ։ Խորհուրդը կգլխավորի գործադիր տնօրենը, որը նշանակվելու է նախագահի կողմից և հաստատվելու անդամների մեծամասնության կողմից։ Գործադիր խորհրդի որոշումները նույնպես կայացվում են մեծամասնության քվեարկությամբ։ Նոր կազմակերպության շրջանակում ստեղծվել է նաև Գազայի հարցով գործադիր կոմիտե, որը կհամակարգի Գազայի կառավարման ազգային կոմիտեի աշխատանքները։ Այն իր հերթին անմիջականորեն կմասնակցի Գազայի հատվածի վերակառուցմանը։ Որոշ շրջանակներ նոր կազմակերպության ստեղծումը համարում են ՄԱԿ-ին փոխարինելու փորձ։ Թրամփը բազմիցս քննադատել է ՄԱԿ-ին և նրա գործակալություններին անգործության համար։ Ավելին, հունվարի 7-ին նրա որոշմամբ Միացյալ Նահանգները դուրս է եկել ՄԱԿ-ի 31 կառույցից։ Փորձագետները սակայն նշում են, դեռ վաղ է խոսել ՄԱԿ-ը Խաղաղության խորհրդով փոխարինելու հեռանկարների մասին։ Նորաստեղծ կազմակերպությունը դեռ պետք է անցնի կայացման մեծ ճանապարհ և դրա հաջողելու շանսերը մեծապես կախված են լինելու Թրամփի վարչակազմի հետևողականությունից։ Ինչ վերաբերում է Խաղաղության խորհրդին անդամակցության Հայաստանի որոշմանը, այն լիովին տեղավորվում է պաշտոնական Երևանի հռչակած հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականությանը։ Այն նպաստում է Հայաստանի արտաքին կապերի դիվերսիֆիկացմանը և մեծացնում նրա մանևրելու հնարավորությունները։ Խաղաղության խորհրդում ներգրավվածությունը լրացուցիչ խթան կարող է հաղորդել նաև Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, որոնք թևակոխել են զարգացման նոր փուլ։ Անգամ եթե կազմակերպությունը դառնա զուտ խորհրդանշական կոնսուլտացիոն մարմին, դրանում մասնակցությունը ստեղծում է կանոնավոր շփումների շրջանակ, որը հայկական կողմը կարող է օգտագործել ամենատարբեր հարցերի բարձրաձայնման համար։ Նման ձևաչափերին մասնակցությունն ունի նաև իմիջային ազդեցություն և ամրապնդում է Հայաստանի դիրքը որպես պատասխանատու և խաղաղության ջատագով երկիր։